Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանը։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, մենք շատ ենք խոսում հասկանալի պատճառներով վերջին 2 ամսվա ընթացքում առնվազն թրիպի մասին, Թրամփի ուղու մասին, Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավոր դերակատարության մասին մեր տարածաշրջանում, ինչ խոսք այդ ամենը այս պահին կարելի է դիտարկել միայն եւ միայն դրական լույսի ներքո, բայց այստեղ կա մեկ կարևոր բայց, ցանկացած դրական նախաձեռնություններում եւ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նախագծերում միշտ լինում են բայցեր եւ ռիսկեր։ Մենք սա իմ անձնական տեսակետն է, ես կարող եմ սխալվել, ունենք անհրաժեշտություն Ամերիկայի Միացյալ Նահանգների պոտենցիալ դիրքավորումը մեր տարածաշրջանում հնարավորինս շատ բացել, միանակ եվրոպական ներկայությամբ։ Ես կարծում եմ, որ Եվրամիությունը այս առումով մեզ համար շատ լավ գործընկեր է, մանավանդ որ այստեղ վստահ եմ ինձ հետ կհամաձայնվեք, Եվրոպայից այսպիսի մեսեջներ մենք ստանում ենք։ Եվ այն Եվրոչինա լիմիտները, որոնք գալիս են Երևան, օգոստոսի 8-ից հետո ի դեպ այսպիսի ուղերձներ բերում են։ Ըստ ձեզ ինչ պետք է անենք, ինչ հնարավորություններ ունենք եւ ընդհանրապես ինչպես է գնահատում Եվրամիության ազդեցության անհրաժեշտությունը, այդ անհրաժեշտության ընդլայնման անհրաժեշտությունը Հայաստանում եւ այդ մանավանդ մասնավորապես այդ թրիպ կոչվող նախագծում։ Իհարկե, իդեպ դեռ մինչև Թրամփ ուղին, մինչև Միացյալ Նահանգների մուտքը տարածաշրջան, Եվրոպական միությունն արդեն ուներ այդ ռազմավարությունը, որի նիստին էր մասնակցում, նախագծի նիստին էր մասնակցում վարչապետ Փաշինյանը հենց վերջերս Բրյուսելում, եւ այդ նախագծի տրամաբանության ներքո Եվրոպական միության ներկայությունը պետք է ընդարձակվի թե Միջին Ասիայում, թե Հարավային Կովկասում, եւ դա է պատճառը նաեւ, որ Եվրոպական միության առանցքային երկրները, օրինակ ինչպիսին Ֆրանսիան, ռազմավարական հարաբերություններ է հաստատում, օրինակ Ղազախստանի հետ, որի հետ ունի ժողովրդավարական ինչ-որ ընդհանրություններ, եւ ոչ միայն Ղազախստանի հետ։ Դա է պատճառը, որ նույն Եվրոպական միությունը նույն նմանատիպ հարաբերությունների մեջ է մտնում Չինաստանի եւ Հնդկաստանի հետ։ Այսինքն Եվրոպական միությունը այս տարածաշրջանով հետաքրքրված էր դեռ մինչև Միացյալ Նահանգների մուտքը Թրամփի վարչակազմի օրոք, բայց Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված էր իր նախորդ վարչակազմի ժամանակ, երբ փոխպետ քարտուղար Ջեյմս Օբրայենը արդեն խոսում էր միջանցքից եւ դրանից արդեն շատ ենք խոսել։ Այսինքն, այո, Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի շահերը այս տարածաշրջանում եւ Հայաստանում համընկնում են, որովհետեւ երեքի շահերից է բխում, որպեսզի այստեղ լինի տնտեսական համագործակցություն, որպեսզի այստեղ լինի ժողովրդավարություն, որպեսզի այստեղ լինի խաղաղություն եւ թարապես ոչ միայն այդ բոլոր 3 ատրիբուտները, որ ես ասացի, հարատև կտրվածքով լինեն։ Կներեք, Հայաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի շահերն են համընկնում։ Այո, բայց ես շարունակեմ։ Իսկ Եվրամիության եւ ԱՄՆ-ի շահերում դուք տարբերություններ չեք տեսնում այս պահին։ Գիտեք, ցանկացած պարագայում կլինի ինչ-որ մրցակցություն, դա նորմալ է, կլինի առողջ մրցակցություն, որից նաեւ կշահի Հայաստանը։ Եվ այստեղ այո, ես ձեր հետ համաձայն եմ, որպեսզի շատ կարևոր է, որպեսզի Եվրամիությունը կամ Եվրոպական միության առանց երկրներ ավելի մեծ ներգրավվածություն ցուցաբերեն նույն ենթակառուցվածքների, հա, արդեն կտրվածքով գիտեք, որ տարատեսակ տնտեսական պրոյեկտներ են մշակվում, գազամուղերից սկսած, փոխադրամիջոցներով վերջացրած, այսօր հենց նույն վարչապետ Փաշինյանը Դուշանբեում խոսում էր, որ հայ-ամերիկյան այդ պրոյեկտին կարող են միանալ այլ երկրներ երկու կողմի համաձայնությամբ։ Այսինքն այստեղ նա նաև դուռ է բացում, իհարկե շատ ափսոս, որ նա դա ԱՊՀ շրջանակում է ասում, որովհետև ես ԱՊՀ-ում մեկ-երկու երկիր եմ պոտենցիալ մասնակիցներ չեք տեսնում։ Միգուցե դե Ղազախստանը կա, Ղազախստան այսպես թե այնպես կա, Թուրքմենստանը կա։ Դա նորմալ է, ես կարծում եմ մենք պետք է առաջնորդվենք, մենք չենք կարող միայն հարաբերվենք այն երկրների հետ, որոնք ժողովրդավարական են։
այդպես չի կարող լինել։ Նույն Միացյալ Նահանգները շատ սերտ համագործակցում է Սաուդյան Արաբիայի մնացած երկրների հետ, դաշնակցում է այդ երկրների հետ, Քաթարի հետ, որտեղ իհարկե իրենք լրիվ այլ քաղաքակրթության մեջ են ապրում, բայց դա չի խանգարում, որպեսզի իրենք ընդհանուր փոխշահավետ համագործակցություն ձևավորեն, թե տնտեսական, թե ռազմական, թե նույնիսկ անվտանգային որոշ դեպքերում։ Գիտեք, բոլորին վերջերս Միացյալ Նահանգները հրամանագիր ստորագրեց, ըստ որի նա սկսում է պաշտպանել արդեն հանձն է առնում Քաթարի պաշտպանությունը։ Եվ այո, իսկ Հայաստանը դա Եվրոպական միության մի մասն է։ Հայաստանը Եվրոպական միության ընտանիքի մի մաս է։ Հարավային Կովկասը դա հեռավոր հարավ-արևելյան Եվրոպան է։ Ընդ որում, երբ Վրաստանը ստանում էր այդ կարգավիճակը Եվրոպական միությունում, նա հենց այդպես էլ ձևակերպվում էր։ Հարավ-արևելյան եվրոպական երկիր։ Դե կներեք, եթե Վրաստանը հարավ-արևելյան Եվրոպա է, այդ ինչու մենք պետք է դիտարկվենք որպես միջին ասիական, չգիտեմ ինչ երկիր։ Ոչ, ես վստահ եմ, նաև Եվրոպական միությունը ինքը հետաքրքրված է այս տարածաշրջանով, որքան հնարավոր է շատ երկրներ ընդգրկվեն, եւ ես թարապես դեմ չեմ, եթե օրինակ Ադրբեջանը ինչ որ մի պահի որոշի այդ ուղով գնալ։ Իհարկե դա հեռավոր անցյալ է, Իլհամ Ալիևի օրոք դա դժվար է պատկերացնել, բայց ի վերջո այդ համագործակցությունը բերելու է դրան, որ Ադրբեջանում նույնպես լինեն այլ ուժեր եւ նույն քաղաքացիները բարձրաձայն են ի վերջո ուր են մեր փողերը, որովհետեւ եթե մեր մոտ հիշում եք, թե երբ մենք բարձրաձայնում ենք ուր են փողերը, մեզ ասում են, բա ամեն ինչ գնում է բանակին, ամեն ինչ գնում է Արցախի համար, դե նույն բանն էլ արվում էր Ադրբեջանում։ Դուք էլ քիչ խոսացեք, թուրքը լսում ուրախանում է։ Այո, հիմա նույն բանն էլ արվում էր Ադրբեջանում, եւ երբ այնտեղ արդեն չկա այդ Ղարաբաղյան կոնֆլիկտը, ապա ուր են փողերը։ Ի վերջո ինչպես կարող է Հայաստանում եւ Վրաստանում հնային ավելի բարձր լինի, քան Ադրբեջանում միջին ընկնող այդ հնային։ Բայց այստեղ հարցեր են առաջանում։ Մեկ շնչին ընկնող հնա։ Այստեղ հարցեր են առաջանում, ես ի վերջո 8-ից 10 միլիոն բնակչություն է ապրում Ադրբեջանում եւ վստահ եմ ի վերջո այդ հարցերը բարձրաձայնվելու են։ Պարոն Բերյան, դուք առանցքային մի արտահայտություն արեցիք ինձ համար, դուք ասացիք, որ հարավային Կովկասում մրցակցությունից Հայաստանը միայն կշահի, միանշանակ համամիտ եմ ձեզ հետ, վերջը եկեք հիշենք այս ամենը ինչ կատարվել է մեզ հետ 20-ական թվականներին, ինչի հետևանք է եղել։ Մեծ հաշվով դա եղել է մրցակցության բացակայության հետևանք, երբ որ հեգեմոն տարածաշրջանում միայն մեկն էր Ռուսաստանը, եւ եկավ ինչ որ մի պահ, երբ որ այդ հեգեմոնը որոշեց մեզ տրիվիալ ուղղակի վաճառել այլ դերակատարներին իր շահերից ելնելով, որովհետեւ ինքը այդպես նպատակահարմար գտավ։ Այս մրցակցությունը տարածաշրջանում ինչպես եք դուք պատկերացնում, որովհետև նաև կան Հայաստանում քաղաքական ուժեր, փորձագիտական շրջանակներ, որոնք ասում են, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հանկարծ Հայաստանը չդառնա, իրենք դա այլ կերպ են անվանում, իրենք ասում են բախման կենտրոն, այո, շնորհակալություն։ Իրենք դա այդպես են ասում, այսինքն պետք է իրենց լինի, որ մենք այդ մրցակցություն չլինի այստեղ։ Երևի իրենք պատկերացնում են նորից մեկ հեգեմոն պետք է լինի։ Ձեր կարծիքով ինչպեսի կոնֆիգուրացիա կարող ենք ձևավորել, որպեսզի բախման կենտրոն չդառնանք, բայց այդ մրցակցությունը, որը ձեռնտու է մեզ, ինչի հետ ես միանշանակ համաձայն եմ, այնուամենայնիվ լինի։ Ես մրցակցություն համարում եմ առողջ մրցակցության մասին էի խոսում, եւ հենց այդ ժամանակ նկատի ունեի հենց Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը, ես ամենևին նկատի չունեի այնինչ այդ շրջանակներն են ասում, մրցակցություն ենթադրենք, Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, որտեղ այնտեղ մրցակցություն չէ, այնտեղ հակադրություն է, այնտեղ թշնամանք է, այնտեղ անառողջ մրցակցություն է, որովհետեւ առողջ մրցակցությանը վայել գործիքակազմ չի օգտագործվում եւ արանքում իրենց մրցակցության արանքում կարող են տուժել այլ երկրներ։ Համբերյան, այդ անառողջ մրցակցությունը Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Ադրբեջանը շատ լավ օգտագործել է եւ օգտագործում է հենց այս պահին։ Դուշանբեում այս պահին օգտագործում։ Կարծում եմ ամենալավ օգտագործողը եղել է Թուրքիան։ Ну, մենք հիմա խոսում ենք մեր տարածաշրջանի մասին, Թուրքիան մի փոքր այլ քաշային կատեգորիա է, դրա համար Ադրբեջանն ունի այլ քաշային կատեգորիա։ Նա միջին քաշային կատեգորիային է պատկանում, նա պետք է փաստենք, եւ Ադրբեջանն ունի շատ ավելի մեծ լծակներ այսպիսի խաղեր տալու, քան Հայաստանը։ Հայաստանի համար հակառակը փորձել խաղեր տալ, դա անվտանգային սպառնալիքներ է ստեղծում։ Իրական։ Այո,
Հայաստանն իրականում հակառակը, նա պետք է կոնկրետ տեղավորվի թե եւ պատկերացնի թե ինքը որտեղ է գտնվում, որովհետեւ մենք չունենք այդ պոտենցիալը, որպեսզի գնանք Բրյուսել, հետո գնանք Դուշանբե, հետո գնանք Թբիլիսի չինական այդ պրոյեկտերի Ոչ բլոկային պետության դեպի կարգավիճակ ցկտելու պոտենցիալ չունենք։ Ես չեմ տեսնում դա։ Ես չեմ տեսնում։ Դա կարող է լինել ինչ-որ մի միջանկյալ լուծում, որը թույլ կտա մեր տնտեսական դիվերսիֆիկացիայի համար այդ կախվածությունը նվազեցնել մեկ կենտրոնից, այս դեպքում Ռուսաստանից, որովհետև անվտանգությունն ու տնտեսությունը սերտ փոխհարաբերված են։ Մենք չենք կարող ունենալ լուրջ անվտանգություն կամ փորձել դառնալ ենթադրենք ՆԱՏՕ-ի անդամ կամ լուրջ համագործակցություն ակնկալել, եթե մենք այդպիսի աննորմալ կախվածության մեջ ենք գտնվում մեկ կենտրոնից Ռուսաստանից։ Իսկ ինչ կասեք այն մարդկանց, փորձագետներին, նաև մեր գործընկերներին, ովքեր ասում են իսկ ով գիտի 20 տարի հետո Եվրամիությունը ընդհանրապես լինելու է թե ոչ։ Որքանով է ողջամիտ գնալ այդ երկար ճանապարհով դեպի Եվրամիություն, եթե մենք չգիտենք իրենք լինելու են թե ոչ որպես դեպի Խորհրդային Միությունից սկսած դեռ Եվրոպական Միության ստեղծումից ի վեր այդ խոսույթը մենք լսել ենք, որ Եվրոպական Միությունը քանդվելու է, թալապես արևմուտքն է քանդվում, որոշ երկրներ կգնան օվկիանոսի տակ, ջրի տակ կգնան։ Գիտեք, ես պետք է ասեմ, որ իհարկե մենք չենք կարող իմանալ թե 20 տարի հետո կլինի Եվրոպական Միությունը թե չէ, կամ կլինի այս տեսքով կամ այլ անվանումով, կամ թարապես կլինի թե ոչ, բայց այն ճանապարհը, որով մենք կանցնենք, որպեսզի դառնանք Եվրոպական Միություն, շատ ավելի կարևոր եմ ես գնահատում, որովհետև այդ ճանապարհի ընթացքում մենք բազում ռեֆորմների միջով ենք անցնելու, եւ այդ դրանց արդյունքում մենք երբ արդեն զգանք, որ մենք Եվրոպական Միության անդամ կարող ենք լինել, լիարժեք, դա նշանակում է մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված է, դա նշանակում է, որ մենք կախված չենք մեկ կենտրոնից, դա նշանակում է, որ մեր քաղաքացիական իրավունքներն են պաշտպանված, դա նշանակում է, որ մեր սահմանային անվտանգությունն է արդեն լիարժեք ապահոված, դա նշանակում է, որ արդեն քաղաքացիների կենսամակարդակն է բարձր եւ գրեթե համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, դա նշանակում է, որ կրթական համակարգն ենք մենք բարձրացրել, համակարգի մակարդակն ենք բարձրացրել եւ համապատասխանեցել եվրոպական բարձր մակարդակի ոչ միայն կրթական, առողջական, քաղաքական, տնտեսական եւ այդ ժամանակ եթե կներեք Եվրոպական Միությունը չլինի կամ մի այնպիսի մի առաջնորդներ լինեն, որոնք թալապես դեմ լինեն Եվրոպական Միության ընդլայնմանը, դե հիմա իսեր Աստծո կսպասենք ոչինչ։ Թուրքիան սպասում է արդեն 10 տարիներ շարունակ, միգուցե չէ ձգտում, բայց ուզում ասեմ չպետք է վախենք, թե ի վերջո մենք որտեղ կհայտնվենք, կլինենք դրա անդամը թե ոչ։ Շատ կարևոր է այդ ճանապարհը, այդ բարեփոխումները, որոնց միջով մենք պետք է անցնենք։ Սա է մեր համար կարևորը, որովհետև արդյունքում գլխավոր շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հայաստանցին է։ Սրա վրա պետք է շեշտադրումը լինել։ Եվ սրանով պայմանավորված կլինի նաև Հայաստանի Հանրապետության հարատևությունը։ Պարոն Բեյան, Եվրամիության հետ մեր հարաբերություններում կա եւս մեկ հարց, որը շատ կարևոր հարց է անձամբ ինձ համար։ Տեսեք, իհարկե ողջունելի է, որ մենք փաստացի ունենք այսօր Ադրբեջանի հետ գործող զինադադար, որովհետև նոյեմբերի 9-ի զինադադարը մենք տեսանք չգործեց, հիմա օգոստոսի 8-ի զինադադարը գործում է, սա փաստացի փաստ է։ Բայց այստեղից հարց է առաջանում, ինչպիսի հեռանկարներ եւ ապագա կարող է ունենալ Եվրոպական Եվրամիության քաղաքացիական այդ մոնիտորինգային առաքելությունը, որը դեռ աշխատում է Հայաստանում, որովհետև ըստ պայմանավորվածությունների սահմանում նրանք չեն լինելու, դա արդեն տեսանելի է, եւ ընդհանրապես, եթե ուրախության մեզ այդ խաղաղությունը վերջապես հաստատվի, դուք կարիք տեսնում եք, որ այդ առաքելությունը շարունակի աշխատել Հայաստանում, եթե այո, ապա ինչ ուղղություններով։ Դա քաղաքական ներկայությունն է, դա Եվրոպական Միության քաղաքական ներկայությունն է Հարավային Կովկասում։ Դա նշանակում է, որ Եվրոպական Միությունը ներկա է Վրաստանում, որովհետև նա հսկում է վրաց-ռուսական սահմանը, դա նաև ներկա է Հայաստանում, որովհետև նա հայ-ադրբեջանական սահմանին է։ Երեգություն, երբ գա արդեն այդ համաձայնագրի ստորագրումը, եւ ըստ պայմանագրի իրենք պետք է դուրս գան, ապա ես որքան հասկանում եմ, դա չի նշանակի, որ այդ քաղաքացիական առաքելությունը պետք է լքի Հայաստանի Հանրապետության տարածքը, այլ գործառույթներ կստանա, միգուցե մի քանի կիլոմետր անցնեն այս կողմ, միգուցե գնան մեկ այլ սահման հսկեն, այլ գործառույթ իրականացնեն, բայց այստեղ շատ կարևոր է, որպեսզի Եվրոպական Միության առաքելությունը շարունակի լինել իրենց ներկայությամբ, շարունակի տեղակայված լինել Հայաստանի Հանրապետությունում։ Դրանով փաստվում է, որ Եվրոպական Միությունը Հայաստանում է,
որ ասում են Հայաստանը գնում է Եվրոպա, Եվրոպան եկել է Հայաստան։ Եվ այստեղ շատ կարևոր որպեսզի Եվրոպան մնա Հայաստանում։ Եվ ըստ այդմ Հայաստանը էլ պետք չի որ գնա Եվրոպա, որովհետև մենք արդեն Եվրոպական միություն ունենք, մենք արդեն Եվրոպայում ենք, պարզապես դա պետք է դե յուրե ամրագրել։ Նախ դե ֆակտո ֆիքսել, հասկանալ, զգալ, հարմարեցվել, ունենալ այդ տեսլականը եւ հետո արդեն ժամանակի ընթացքում փորձել դա դե յուրե ձևակերպել։ Դա ես դեպ տարիներ առաջ երբեք չէինք մտածի, որ դա հնարավոր է, որ ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ երկրում կարող են եվրոպական միության դիտորդներ ներկայացնել եւ դրոշներ լինել։ Նամանավանդ որ մենք հիշում ենք 20 թվականի պատերազմից հետո եւ 21 թվականի մայիսյան դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին էր հրավիրում, որպեսզի իրեն գան տեղակայվեն, հա, ամբողջ սահմանով։ Հայ-ադրբեջանական սահմանում ռուսական ուղեկալներ են տեղավորվում, որոնց հազիվ վիճելի։ Եվ մենք պատկերացնում ենք, որ եթե իրենք գալիս են, ապա շատ դժվարությամբ են այնտեղից հեռանում։ Բայց փառք Աստծո մենք կարողացանք հայ-ադրբեջանական սահմանն ամբողջությամբ ապառուսականացնել եւ հերթը կարծում եմ հայ-իրանական սահմանին է։ Հերթը նաեւ կգա հայ-թուրքական սահմանին։ Ձեր կարծիքով այդ Եվրամիության դերակատարումը այդ նախագծում, որը կոչվում է TRIP, ինչպեսին կարող է լինել, որքանով ես հասկանում եմ հիմա սա քննարկման առարկա է, որովհետև այս քննարկումները գնում են եւ ամերիկացի գործընկերների հետ եւ եվրոպացիների հետ։ Ընդհանրապես ինչ կարող են նրանք առաջարկել, ինչ կարող են տալ եւ ամենակարևորը ինչ կարող են ստանալ այս նախագծից։ Եվրոպական միությունը շուտվանից հետաքրքրված է միջանցքով, այնպես չէ, որ միակ շահառուն, ի վերջո միջև Միացյալ Նահանգներ հասնելը դա Եվրոպական միությունով է հասնելու։ Եվրոպական միությունը շատ ավելի շուտ է շահառու այդ միջանցքով ում է կապում ում հետ։ Եվրոպական միությունը գնում է Բուլղարիա, գնում է Սևծովը մի խոսքով, այնտեղ պարտադիր չի դա լինի նաև մեկ ճանապարհ, այնտեղ կարող է լինել տարբեր ճանապարհներ եւ շատ դրական կլինի, որ կախված չլինեն այդ կապուղիները միայն մեկ, այդ փոխադրամիջոցները միայն մեկ ճանապարհից, որպեսզի նաև լինի այստեղ ճկունություն։ Եվ հետեւաբար Եվրոպական միությունը ինքը իհարկե շահագրգռված է եւ նա կարող է նաեւ մասնակցել այդ ամենին, դա թե տնտեսական ներդրումներն են, թե ենթակառուցվածքների ենթադրենք շահարգործումն է, թե իրենց մասնագետներին ուղղորդելը այստեղ, թե փորձի փոխանցման պարագայում, թե ընդհանրապես կոնկրետ ներգրավվածությամբ, կոնկրետ տնտեսական պրոյեկտներ առաջ բերելով, նախագծերով, համատեղ հիմնարկներ, ձեռնարկություններ հիմնելով Հայաստանում, որոնց միտքը լինելու է հենց այդ միջին միջանցքի կամ Թրամփուղու թարապես կապուղիների ապաշրջափակման ներքո գործող տարատեսակ ձեռնարկությունների եւ փոխադրամիջոցների գործում։ Այստեղ այնքան շատ բան կա, որ դժվար է թվարկել, թե կոնկրետ որ դեպքում են ինչ քննարկում։ Ի վերջո մենք նաև չգիտենք, թե կոնկրետ Թրամփուղին ինչպես է գործելու, ինչ տեխնիկական պայմաններ են իրենք ի վերջո համաձայնեցնելու Միացյալ Նահանգների հետ։ Մենք դա պետք է հասկանանք եւ նաև Եվրոպական միությունը միգուցե ինքը կարող է ինչ-որ մասնակցություն ունենա հենց կոնկրետ Թրամփուղու, այդ Ադրբեջանից Նախիջևան անցնող այդ ճանապարհի ուղղությամբ։ Կարծում եմ Ադրբեջանն էլ պետք է դրան դեմ չլինի, որպեսզի Եվրոպական միությունը նույնպես ներկայացված լինի, եթե իհարկե դա Ֆրանսիան չի, չնայած կարծես թե Ֆրանսիա էլ իր հարաբերությունները Իլհամ Ալիևի բարելավում են վերջերս։ Ես կարծում եմ բացի Եվրոպական միությունից, մենք կարծում եմ Կանադային եւ Միացյալ Թագավորությանը պետք է շահագրգռենք, որպեսզի իրենք ներկայացված լինեն այստեղ։ Նամանավանդ եթե մենք խոսում ենք ենթակառուցվածքներից եւ գնացքներից, մենք չենք կարող դա պատկերացնել Հարավկովկասյան երկաթուղու հետ։ Հարավկովկասյան երկաթուղին ինքը թարապես պետք է հասկանա, ինքը կարողանում է շարունակել, թե պետք է լուծարման հայտ ներկայացնել։ 3 տարի ունենք դեռ։ 3 տարի ունենք։ Դե մենք պարտադիր չէ որ սպասենք այդ 3 տարին, մենք ազատ ենք, որպեսզի հաշվի առնենք, որ այդ 500 միլիոն դոլարի ներդրումը այդպես էլ չկատարվեց ըստ պայմանագրի եւ դրա հիման վրա գիտեք դեռ հեղափոխությունից հետո անմիջապես այնտեղ լուրջ ստուգումներ իրականացվեցին, հետո Սերգեյ Լավրովի
մատ թափտելուց հետո այդ գործընթացը կանգնեցին, բայց ես վստահ եմ, որ այդ ամենը կարելի է բացել եւ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ըմբռնումով մոտենա այդ ամենին։ Այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե ի վերջո Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինը որքանով է համաձայն հանդուրժել Հայաստանի, նաեւ Ադրբեջանի մոլդովացման սցենարի հետ, որ ինչպես նա կորցրեց Մոլդովան, անվերադարձ, այդպես նա ի վերջո պետք է կորցնի այս տարածաշրջանը։ Եվ ես վստահ եմ, որ նույն Վրաստանի իշխանությունները, եթե տեսնեն, որ սցենարները զարգանում են հենց այդ ուղղությամբ, ապա նրանք նույնպես կհամակերպվեն նոր իրողությունների եւ կդառնան շատ պրոամերիկյան եւ պրոեվրոպական։ Ի վերջո, եթե Իլհամ Ալիևի պես ավտոկրատը կարողանում է այս պարագայում լեզու գտնել եվրոպացիների եւ ամերիկացիների հետ, իսկ վրացիները, որ գոնե համեմատաբար շատ ավելի ժողովրդավարական են, վստահ եմ իրենք էլ կարող են ունեն այդ ներուժը։ Թե այդ օրինագիծը, որ նրանք անցկացրեցին, ես վստահ եմ կարող են չեղարկել։ Այսինքն սա ամեն ինչ արվում էր ոչ թե նրա համար, որպեսզի իրենք գան այն հաջողությունների, որոնց իրենք հասան, այլ իրենք դա ամենը արվում էր, որպեսզի Վրաստանը հնարավորինս հակաժողովրդավարական գործընթացների եւ պրոցեսների մեջ մտցնեն, դրանով նաև ուժեղացնեն ռուսական ներկայությունը, դրանով նաև թույլատնեն եվրոպական եւ ամերիկյան ներկայությունը։ Այսինքն իրեն գնացել են այդ քայլի գիտակցված եւ նույնքան գիտակցված իրան կարող են գնալ հակառակ քայլերի։ Այստեղ մի տարբերություն կա, որ Իլհամ Ալիևը այդքան տնտեսական միջոցներ չունի կուտակած Ռուսաստանը, որպես եթե մեծ կախվածության մեջ լինի։ Իսկ Իվանիշվիլին ունի։ Ինչպես օրինակ Սամվել Կարապետյանը ունի։ Ինչպես օրինակ Ռուբեն Վարդանյանը ունի կամ ուներ, ես չգիտեմ, այս պարագայում, Ալա Աբրահամյանը եւ այլն։ Այսինքն այստեղ շատ սցենարներ կան, եւ որքան Ռուսաստան թուլանա, որքան Ուկրաինան ավելի ուժեղանա իր դիրքերում, այդքան Իվանիշվիլին նույնպես կդառնա ավելի պրոեվրոպական եւ պրոամերիկյան եւ դա բխում է Հայաստանի շահերից։ Ուզի թե չուզի։ Հայաստան ուզի թե չուզի։ Իվանիշվիլին, հա, ուզի թե չուզի։ Նույն վարչապետը բոլորին վերջերս հայտարարեց, որ Եվրոպական միության ճանապարհին ուղին դա անբեկանելի իրեն գնում են այդ ուղղությամբ, ինչն է նաև ամրագրված իրենց համանadrության մեջ։ Բայց այնուամենայնիվ կան քայլեր, որոնք չեն բխում։ Հակա սահմանադրական են փաստորեն։ Հայտարարությունները եւ գործողությունները շատ հաճախ հակասում են իրար, ինչը մեզ համար ցավալի է։ Եվ ինչու մի կողմից դա հակասահմանադրական է փաստորեն։ Միանշանակ։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Բլեյան, հարցազրույցի համար։ Մեր հյուրն է ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանը։ Քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Հույսով